Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Եթե Հայաստանը շարժվի 3 օլիգարխների պարտադրված ուղով, ապա ամենայն հավանականությամբ պատերազմը կդառնա անխուսափելի։ Այդ քաղաքականությունը որդեգրելու դեպքում մենք պարզապես կներքաշվենք նոր արկածախնդրության մեջ, վտանգելով մեր պետության անվտանգությունն ու ապագան։ Հանրային դաշտում հաճախ հնչում է հարց. ինչու 2020 թվականի պատերազմից առաջ ամբողջությամբ չներկայացվեց իրավիճակի լրջությունը, սակայն այսօր, երբ երկրի ղեկավարությունը բաց եւ ուղիղ խոսում է ռիսկերի մասին, նույն շրջանակները փորձում են դա ներկայացնել որպես պատերազմով սպառնալիք։ Սա ոչ թե հակասություն է, այլ հասարակության գիտակցությունը մոլորեցնող փորձ։ Մեզ նաև մեղադրում են, իբրև ոչինչ չենք անում իրական խաղաղությունը հաստատելու համար եւ անգամ ծաղրում են արդեն իսկ հաստատված խաղաղությունը, բայց իրականությունը այլ է։ Եթե Հայաստանը անգործության ցցաբերված լիներ, այսօր չէինք ունենա ավելի քան 2 տարվա կայունություն մեր սահմաններին, առանց զոհերի հակառակորդի կրակոցներից։ Չէր ձևավորվի խաղաղության օրակարգը միջազգային հարթակներում, չէր նախաստորագրվի խաղաղության պայմանագրերը, չէին համաձայնեցվի սահմանազատման կանոնակարգերը։ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապով բեռնափոխադրումներ տեղի չէին ունենա Ռուսաստանից եւ Ղազախստանից։ Եվ ամենակարևորը, միջազգային մակարդակում չէր ամրագրվի սկզբունքը, որ որևէ արտատարածքային միջանցք չի լինելու։ Այս ամենը ձեռք է բերվել բարդ, երբեմն ցավոտ, բայց հետևողական աշխատանքի արդյունքում։ Եվ այսօր խաղաղությունը այլևս տեսություն չէ, այն ձևավորվող քաղաքական եւ դիվանագիտական իրականություն է։ Սակայն հարգելի գործընկերներ, եթե ընդդիմադիր օլիգարխիկ շրջանակները հասնեն իրենց նպատակին եւ քաղաքական իշխանություն ստանան, առաջին քայլը լինելու է հենց այս խաղաղության ռևիզիան։ Նրանք հայտարարում են, թե դեմ չեն խաղաղությանը, բայց յուրաքանչյուր կոնկրետ հարցում առաջ են քաշում առաջարկներ, որոնք խաթարում են արդեն իսկ ձեռք բերված հավասարակշռությունը։ Ասում են դեմ չեն թրիպին, բայց առաջարկում են ներգրավել երրորդ երկրներ, չհասկանալով, որ նման ձևաչափերի փոփոխությունը քանդում է դրանց հիմքերը։ Խոսում են երաշխավորների մասին, ինչը գործնականում նշանակում է վերաբացել արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը եւ մտնել նոր վտանգավոր բանակցությունների փուլ։ Նույն մոտեցումն է նաև սահմանազատման հարցում։ Նրանք չեն ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, ասելով, որ եթե դու սահմանափակվում ես 29743 քառակուսի կիլոմետր տարածքով, դու ոչ մեկին պետք չես։ Դրա համար էլ հայտարարում են Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, այսինքն բացահայտ տարածքային պահանջներ են ներկայացնում Թուրքիային եւ Ադրբեջանին։ Երբ խոսում են արժանապատիվ, ուժեղ կամ իրական խաղաղության մասին, իրականում մերժում են այսօրվա ձեռքբերումները եւ առաջարկում են վերադառնալ անորոշության, իսկ այդ ճանապարհը ցավոք շատ հաճախ ավարտվում է պատերազմով։ Բայց այստեղ կա հիմնարար հարց. ում հաշվին, ում երեխաների կյանքի գնով պետք է իրականացվեն այդ վտանգավոր փորձերը։ Սրանք այն մարդիկ են, որոնց ընտանիքները հաճախ զերծ են մնում այդ ռիսկերից, որոնց երեխաները չեն կանգնում սահմանին, որոնց երեխաները, թոռները ծնվել են Ամերիկայում, որոնց տղաները ազատված են բանակից, չեն ծառայել զինված ուժերում, եւ հենց այդ պատճառով էլ նրանք ավելի հեշտությամբ են խոսում պատերազմի թեմայով։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող իրեն թույլ տալ նման շռայլություն։ Մեր ընտրությունը պետք է լինի հստակ, պատասխանատու քաղաքականություն, կայունություն եւ երկարաժամկետ խաղաղություն։ Եվ ես վստահ եմ,
Հայաստանի ժողովուրդը չի տա իր մանդատը նրանց, ովքեր պատրաստ են վտանգել այդ ճանապարհը։ Մի բան եւս հստակ է. այս ժողովրդի հաշվին ձեր արկածախնդրությունը չի իրականանալու։ Ժողովրդի լեզվով ասած, ձեր մուրազը ձեր փորում է մնալու։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։